հետևորդներ, հուսով եմ բոլորը լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, օրը չորեքշաբթի է, արևոտ պայծառ եղանակ է և ես տանից դուրս եմ գալիս, բայց մինչ այս պահը պատրաստել եմ օրվա համեղ ուտեստը, հաճարով փլավ եմ պատրաստել և ձուկ եմ ջեռոցում, խորովել, տապակել, այսպես ասած, բացի այդ, անցած վլոգում ցույց տվեցի, որ Կարֆուրից խմոր էի, չէ, արել շեշտավոր դրանով էլ գաթա թխեցի, մի խոսքով, այսօրվա համար ձեզ մոտիվացիա եմ տալիս, որպեսզի դուք եթե մոլորվել եք, ինչ եփել այսօր հարցին չեք կարողանում պատասխանել, ապա ձեզ հուշում եմ։ Այսօրվա ձուկը նման տեսակի է, որը որ լավ մաքրել եմ, թեփուկներից հեռացրել, կտրատել, լողակները, պոչիկը և մի լավ համեմել եմ։ Այս ընթացքում եփվում է ձավարը, փայտե բան եմ դրել, որ չթափվի, եփելուց բարձրանալիս, պատրաստ է, տեսեք ինչքան ախորժելի է և շատ համեղ է ստացվել, լրացուցիչ կարագ եմ ավելացնում, և այս գաթաներն եմ թխել, անցած վլոգում ցույց տվեցի, թե ինչ խմոր էի գնել և որոշեցի գաթա պատրաստել, շատ համեղ գաթաներ են ստացվում, այս Կարֆուրի խմորը կարագով է պատրաստված և արտակարգ համեղ է, տեսեք ինչքան ախորժելի է, չէ, և հոտը արտակարգ է բուրում խոհանոցում, և այսօր երկար ժամանակ տևելուց հետո փոքր բաժակով եմ սուրճս խմել ու զարմանում եմ, թե նախկինում ինչպես ենք այսքան քիչ սուրճ խմել։ Տանից դուրս եմ գալիս և գնում եմ, նախ մի փոքրիկ ծանոց գցեմ, որից հետո արդեն աշ եմ կմտնեմ, չէ, ավելի ճիշտ աշ եմ կմտնեմ, ծանոց եմ մի լավ պատրաստել, որ տանեմ այնտեղ դեն գցեմ, հանձնեմ, դուք արդեն գիտեք, եթե ունեք ավելորդ իրեր և չեք ցանկանում Վինտեդում վաճառել, ապա կարող եք աշեմ տանել, այլևս եկեղեցիներ չենք տանում, որովհետև չեն ընդունում, և շատերն է գրում, որ արկղեր են դրված լինում, ինչու այդտեղ չեք գցում, մեր թաղամասում իմ տարածքում նման արկղեր չկան սիրելիներս, ուստի ջոկջոկում եմ, որը հնարավոր է վաճառել, Վինտեդով վաճառում եմ, որն էլ որ ինքս հարմար եմ գտնում, որ կարիք չկա, դա էլ տանում եմ միշտ HM խանութը, հանձնում եմ, չնայած արդեն քանի ամիս կլինի չեմ գնացել, միգուցե արդեն այդտեղ էլ չեն վերցնում, չգիտեմ, ամեն դեպքում երկու բեռով ճանապարհ եմ ընկնում, գնում եմ սկզբում HM այնտեղ հանձնեմ, մի հատ նայեմ, տեսնեմ ինչն է զեղչեր արված, ինչն է դեռ մնացել իր գնին, մի խոսքով այսպես ուսումնասիրության եմ գնում, այսօր զեղչերի առաջին օրն է և հնարավոր է այնպիսի բաներ լինեն, որ քիչ զեղչված լինեն, բայց լավը լինեն, այդպես ավելի է հանդիպում, չնայած ամեն տարի արդեն դա պակասում է և չեն վաճառվում միգուցե կամ ինտերնետային խանութներն են շատացել, կամ էլ Չինաստանն է գրոհել իր անպետք անորակ ապրանքներով, էժան գներով, սա ավելի մոտ է, էլի, որովհետև այսօր ամբողջ աշխարհում տարածված է շենը, թմյուն, էլ չգիտեմ ինչ է, ես այդ երկուսը գիտեմ, և անորակ ապրանքներ են, մի քանի անգամ այդպես unboxing ենք արել և ինձ դուր չի եկել, ես սիրում եմ գնալ խանութներ, նայել ցանկացած բան, կլինի դա հագուստ, կլինի իր, ինչ որ կլինի, պիտի տեսնեմ, տնտղեմ, նայեմ, նոր որոշեմ, գնեմ, թե չգնեմ, այդպես նկարներով ես արդեն չեմ սիրում գնումներ անել, որովհետև շատ դեպքերում նկարների տեսքը և եկած ապրանքը նույնը չի և հետո իրենք շատ անփույթ են աշխատում, չգիտեմ ասել եմ թե չէ, մի անգամ հենց շենից շատ սիրուն բասանոշկաներ ամառային Կարենը տեսել էր գրել էր, լրիվ ուրիշ բան էին ուղարկել, հազիվ հետ ուղարկեցինք, հիմա չգիտեմ պիտի փոխարենը ուղարկեն, թե գումարն են նստացնելու, մի խոսքով, դրա համար ես ինքս չեմ է սիրում, չեմ էլ օգտվում, չնայած դուք տեսաք, որ անցած անգամ ես այն բազանոչկան
գնեցի եւ գոհ եմ։ Ինձ համար մի քիչ անսովոր է այդ հարթությունը, բայց հենց այս պահին ես դրանք եմ հագել, չգիտեմ, երևում է թե չէ։ Օպ։ Հենց այս պահին դա եմ հագել, կարծես թե ոչինչ չլինի իմ հագին, թեթև է հարմար է, ուղղակի որ մի փոքր բարձր լիներ, ինձ համար ավելի լավ կլիներ։ Ինչևէ սիրելիներս, ճաշելուց հետո հիմա դուրս եմ գալիս, արդեն ասեցի, բայց Կարենը եկավ, տեսեք Grand Prix Ձևոշանից ինչ գնումներ են կարել, այսօր էլի բաներ են պակասում, էլի, չգիտեմ, ամեն անգամ գնում ես, բայց հետո տուն ես գալի, տեսնում ես, որ այդ խանութում ինչ-որ մի բան պակասում էր, ընդամենը կիրակի օրն էինք, չէ գնում արել, բայց այսօր չորեքշաբթի է և նորից կարիք զգացվեց, չնայած ամեն ինչ դեռ չենք գնել, որոշ բաներ անհրաժեշտ է նորից գնել։ Այսօրվա գնումների ցանկն է, նման բուլկիներ, բիոձու, պրեզիդենտ կարակ, կոնֆիտյուրներ և թթվասեր, այստեղ ունենք պիցա, չիր, թզի չիր է, գազար և այս քացախը ուզում եմ ձեզ ցույց տալ, շերտավոր խմորների ժամանակ կարող եք օգտագործել 8%-անոց է, հա տեսեք, մյուսները 5%-անոց են, իսկ սա շատ հարմար է։ Արդեն գիտեք, որ ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված հացերն են գնում, լոլիկների 2 տեսակ, սա Grand Prix-ներ և արդեն խուրմա այստեղ ունենք ու երևի թե վերջ։ Մի խոսքով սիրելիներս, եթե սիրում եք խանութներ, եթե ուզում եք մի քիչ պատատվենք խանութներով, գնացինք։ Շոր ջան խանութում եմ, աշեմում եմ, հանձնեցի, հələ սենց բան եմ անում, ցույց եմ տալիս, հետ նամասում տեսեք, կասայի մոտ ինչքան մարդ կա, այստեղ փորձողներն են ու խանութը լիքը մարդ։ Առաջ ունա, բայց արդեն ինքան շատ մարդ հալածվել։ Ես երևի չնայեմ, որովհետև ես չեմ սիրում շատ հերթեր։ Մահճակալի ծածկոց գնեցի, այդ խանութում չեմ մնա, գնամ տեսնեմ չափը լավա, լավ չի, չնայած ծանոթս գցեմ, երևի նոր գնամ, վեշերով եմ, բայց ոչինչ։ Շոր ջան, ամեն դեպքում որոշեցի գնալ տուն, դնեմ այդ գնացած ծածկոցը, համետ ձեզ ցույց կտամ, նոր հետո ավելի թեթև հագած հագուստով, առանց շալվարի երևի, որովհետև ահա որ շոկ է, ես շատ թեթև էի հագնվել, որ շորեր փորձեի հարմար լիներ, բայց չէ, գնամ երևի կիսաշրջազգեստ հագնեմ էլի մայկայով, մի ուրիշ էլի, որ ավելի թեթև լինի ու հեշտ լինի փորձելիս, հետո դուրս գամ գնամ, ահա որ են լիքը մարդ կա խանութներում։ Մի խոսքով, հազիվ ուղարկեցի ծանրոցես ձիալ ղոլեով, ինչ հարեցի, ասեմ դուք էլ իմացեք, կարող ալի մարդեք դուք էլ շփոթվեք ինձ նման։ Սեղմեցի բացվեց շատ փոքր էր, չտեղավորվեց։ Ես էլ փակեցի, որ նորից իբր անեմ, բայց պաստորեն երկրորդ անգամ սկան չենք կարող անենք։ Դե լավ էր, համար կար, զանգեցի, այդ կինը ակտիվացրեց նորից այդ համարը, այդ կոդը, որ կարողացա արդեն բացել երկրորդ անգամ, մեծ է, էլի բացեցի։ Մի խոսքով իմացեք, որ եթե չի լինում, դրանից առաջ պետք է փակել այդ գործողությունը, նշել էլ ինտեղ տեղեր կար, ես չգիտեի։ Էս էլ էս, դե գնացինք տուն։ Նախ տեսնենք քանի տոկոս է զեղչերը, բայց 40%-անոց չես գտնի, էլի հիմնականում 20 է, հազվադեպ 30, պատահաբար էլ կարող է 40%-ով գտնես, չնայած հիմա չկա, իրենք սեզոնի վերջում միգուցե 40% զեղչեր անեն, բոլոր համարները տարբերված, այդպես հավաքված դրված են, դա շատ լավ է, այդ բանը ինձ շատ է դուր գալիս, որ ինչ ուզում ես գնում ես քո համարի կոշիկների բաժին է, այսպես ասեմ,
Չնայած տարբեր համարներում տարբեր մոդելներ կարող են հանդիպել, տեսեք այս ամառային սպորտային կոշիկները ինձ դուր են գալիս, մի անգամ էլ մտանք նայեցինք, ինչքան լավն է, չէ, նմանատիպ ես ունեմ, ուսումնասիրում եմ, տեսնեմ ինչեր կա և հիմնականում դե նայում եմ արդեն ցածր բոկոցիկների, բայց ոչ այդ մատերի հատվածը շատ մեծ բացվածքով։ Նայենք տեսնենք ինչեր կան, սիրելի հետևորդներ, դուք էլ ուշադիր նայեք, տեսեք թե այստեղ ինչեր են ներկայացված։ Ահա, օրինակ չափերը լավ են, բայց այդ քթի բացվածքը դուրս չի գալիս։ Տամաղիսի մեջ ավելի քիչ բաներ են լինում, տեսականի, քան ուրիշ խանութների տամաղիսի բաժնում, հետաքրքիր է էլի, քիչացրել էին, հիմնականում դրանք էր, սպիտակ են բոթասները դուրս են գալիս, հիմա գնամ տուն, երև մի հատ հետ կամ հələ փորձեմ տեսնեմ հարմար է, թե հարմար չի, որը որ շատ լավն էր, արդեն հասկանալի էր, 20% էր զեղչը, երբեք այստեղ շատ զեղչ չի լինում, բայց երևի թե կգնանք նաև Բեսոնում կնայենք, այնտեղ ավելի շատ տեսականի կա, կամ այն ռոնքի պայուսակների, դիսակի պայուսակների բաժնում կոշիկներ կան, էլի տամաղիսը այնտեղ ավելի մատչելի է, մի խոսքով հələ տուն գնամ, վեշս հələ տեսեք, երկու տոպրակով դրած է, որ չերևա էլի նախ ինչ է, մի խոսքով շոկ է։ Ահա ժողովուրդ ջան, տեսեք հələ չափերը, արտակարգ է, իսկը իմ ուզածն է, գույնը արևի լույսից տարբեր է երևում, կարծես ավեսով կանաչ է, բավականին զեղչով եմ գնել, սրանից էլ էր մի քիչ պակաս է կարծեմ, նախկինն էլ էր համարյա նման գույնի, կանաչի երանգի մեջ, ուղղակի մի քիչ ավելի պայծառ էր։ Կտրեմ արդեն ում մերը համարենք, բարով մաշենք, առողջ մաշենք, ահա, գրված է, սիրուն էստեղ էլ է, տես նկարում էլ է երկար, մի խոսքով կսպասեմ ձեր կարծիքներին։ Այլույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք,
Սուրճը դրեք, եթե տեսանյութի սկզբում դեռ սուրճը չէի դրեք անթեյը, ուրեմն հենց հիմա անցեք գործի, ինձ հետ միասին սուրճ խմենք, զրուցենք ու ես անցնեմ էլի ձեզ հետ երևի խոհանոց տոլմա եմ փաթաթելու, այնպես որ ժամանակը սուղ է եւ սուրճս վայելեմ ձեզ հետ մի քիչ զրուցեմ, ուրեմն գիշերը այնպիսի ուժեղ, կայծակ, ամպրոպ, որոտ, որ մարդ վախեցավ, այսինքն այդ մարդը ես եմ իրոք, այսքան տարիներ էստեղ էի, երբեք այդպես ուժեղ կայծակ չէի տեսել, որ անգամ վախենամ լուսամուտի մոտից գամ մյուս կողմը, որ այդ լույսը չէր ընկնում, որից հետո արդեն ձայնն էր դղրդում, դե գիտենք, որ լույսի արագությունը ավելի մեծ է, քան ձայնային արագությունը, այդ իսկ պատճառով լույսն ենք տեսնում, հետո նոր որոտը Եվ ջրալի տեղին անձրև եկավ, արդեն քանի ամիս է մեր քաղաքում անձրև չկար, հիմա լավ հովացել է եղանակը, այսօր մի քիչ հովը կվայելենք, իսկ վաղվանից նորից շոքեր են սկսվում, Ֆրանսիայի երևի բոլոր տարածքներում շոքեր են, գրեք տեսնեմ ձեզ մոտել է նմանատիպ եղանակ, թե ոչ, ամենայն դեպս մեր քաղաքի եթե կլիման ենք ուսումնասիրում, ապա այստեղ 30 քանի աստիճան հազվադեպ է եղել, իսկ տարիներ առաջ ընդհանրապես շատ ցուրտ է եղել, միշտ ձյուն է եկել։ Հիմա կլիման փոխվել է, տաքացել է։ Վայ, ինչ լավ է։ Դե գիտեք, ես հով եմ սիրում սուրճը խմել։ Կլիման արդեն տաքացել է, այստեղ էլ է շոքեր լինում։ Ես սիրում եմ ամեն դեպքում, այնքան շատ տհաճ շոկ չի, որ խեղդվես, չնայած չգիտեմ, երևում է թե չէ, արդեն հա, երևաց, արդեն մեր այդ կոտորակիչը դրել ենք, որ եթե շատ շոկ լինի, միացնենք։ Համենայն դեպս լավ է, հիմա հով է, հաճելի է շատ և գործերս հավեսով կանեմ։ Չնայած, որ շոքել է լինում, դա ինձ չի խանգարում։ Իդեպ շատ ուշ քնեցի, միգուցե հենց կայծակի վախից էր, բայց ավելի շատ ենթադրում է մի ֆիլմ տեսա, շատ հետաքրքիր ֆիլմ էր, առաջարկում եմ, դուք էլ կարող եք նայել, 2016 թվականի արտադրության էր Նևիդիմի Գոյս, եթե չեմ շփոթում, եթե սխալվեմ հիմա տեսանյութում, տակը կգրեմ այդ ֆիլմի անունը, շատ ֆիլմեր եմ տեսել, բայց սա շատ անսպասելի ավարտով ֆիլմ էր, որևէ բան չեմ ասում, որպեսզի հետաքրքիր լինի և դուք նայեք։ Եվ ես վերջերս մի քանի լավ այդպես ֆիլմեր եմ նայում, ամեն մեկ իր կարծիքն է արտահայտում, ինձ էլ հետաքրքրում է, թե ինչ ֆիլմ է, նայում եմ, դե միացնում եմ սկիզբը, եթե հետաքրքիր է, կամ միտքը ինչի մասին է, ուրեմն շարունակում եմ նայել։ Կարճ ասած, հələ այս ֆիլմը նայեք, հետո կասեմ։ Նայում եմ սիրով, երկու աստղը, եթե դուք եք նայում, կարող եք գրել, շատ հավեսով նայում եմ, և իրոք մրցակցությունը ուժեղ է, անցած օրը ոչ ոքի դուրս չթողեցին թե հանդիսատեսը, թե ժյուրին։ Բա, հիմա 4 խումբ է մնացել, դուետներ ավելի ճիշտ, 4 դուետներ են մնացել և որոնք էլ պիտի հաջորդ շաբաթ արդեն մրցակցեն, շատ հետաքրքիր է։ Ես ունեմ իմ սիրած դուետը, որ կցանկանամ հաղթեն, չնայած բոլորն էլ լավն են, բայց շատ հավանում եմ նաև Արսեններին, բայց քանի որ երկուսն էլ երգիչ են, այդքան չեմ ոգևորված իրենց կատարումներով, իհարկե բնական է, շատ արտակարգ են երգում, ես ավելի շատ հակված եմ Մաշա և Արմուշով, իսկ դուք շատ եմ հավանում, Արմուշն էլ բավականին լավ է երգում, մի խոսքով սպասենք տեսնենք, թե ինչ է կատարվելու։ Դա էլ եմ նայում, ժամանակ եմ գտնում, էլի օրեր կան, որ հոգնած եմ շատ լինում, կտրվում եմ ինտերնետից և հեռուստացույցության հաղորդումներ եմ նայում, պատկերացնում եք։ Ամեն դեպքում շատ լավ հաղորդաշար է, էլի կար, չգիտեմ 17 տարի առաջ թե երբ էին մեկել իրենք երկու աստղը այդպես եթեր ուղարկել, էլի լավ մրցաշար էր ինձ համար ըստ իմ կարծիքի։ Հիմա առավել ևս ավելի կատարելագործված և ինձ շատ հենց ժյուրի անդամների անաչառ վերաբերմունքն է դուր գալիս,
Հատկապես ինձ համար շատ կարևոր է գարիկի մեկնաբանությունը։ Եթե գարիկը ասում է, ինձ համար դա ամենաճիշտն է, որովհետև շատ դեպքերում ես համաձայն եմ գարիկի հետ։ Հետո ինքը այնպիսի նյուանսներ է նկատում, այնպիսի մանրուքներ է նկատում, որ բարձրաձայնում է, ասում է, օգնում է երգողներին, այդ դուետին, որպեսզի հաջորդ անգամ ավելի լավ կատարեն։ Կարճ ասած, կսպասեմ էլի մեկնաբանություններում, թե ով է նայում այս հաղորդումը։ Եք ասեցի, չէ, որ շատ շոկ է, գամ փոխվեմ եւ հետո գնամ, բայց անկեղծության համար ասեմ, որ դուրս չեկա, որովհետեւ որոշեցի, որ այդ շոկին դուրս չկամ եւ լավ էր, երեկոյան արդեն հակառակ այդ շոկի արդեն անձրևեց։ Եվ այգում ծանոթացել եմ մի կնոջ հետ, ով այստեղ ամուսնացած է ֆրանսիացու հետ, ինքը Վենեսուելայից է, բայց ապրել է Նյու Յորքում, այնտեղ են ծանոթացել, աղջիկ ունեին։ Կարճ ասած, այդ կնոջ հետ զրույց արեցինք։ Նրան ես դուր եկա, իմ հեռախոսը համարը խնդրեց, որպեսզի հետագայում մենք հանդիպենք իրար հետ, գնանք սուրճ խմելու։ Մի խոսքով, կսպասեմ իր զանգին, զրուցեցինք բավականին երկար, համարյա 2 ժամ, եւ ինձ էլ էր ինքը շատ հետաքրքիր, լավ մասնագետներ էին, իրենք ծրագրավորող էր, եւ մեր քաղաքում էր ապրում, թե ինչու էին այդքան հեռու այգի եկել, ինքն էլ ասում է երևի եկա այստեղ, որ ձեզ հետ ծանոթանամ, իրենց մոտիկ շատ այգիներ կան։ Եվ ամենահետաքրքիրն այն, որ այն այգում, որ ես մշտապես լինում եմ, իրենք էլ են լինում, բայց այնտեղ չենք հանդիպել։ Տեսեք ինչ պատահականություններ են լինում։ Ամեն դեպքում կսպասեմ, տեսնեմ հաստատ զանգելու է, թե ոչ։ Ինչու եմ սա այստեղ դրել, փոքր էրչափի շիշ չունեի, ջրի շիշ, մեծ է մեր ջրի շշերը, չնայած մի քիչ մեծով կարելի է, այսօր ձեզ մի հետաքրքիր վարժություն եմ ասելու, իսկ վաղն էլ արդեն կմաքրենք մեր պատշգամբը միասին, քանի որ վաղ արևոտ է լինելու, անձրևից հետո մի քիչ պատուհանները կեղտոտվել են, կմաքրենք եւ արդեն այդ պատշգամբի հատակ ամբողջ տարածքը միասին մաքրություն կանենք։ Սուրճիս վերջին ումպն եմ վայելում, գրեք իմանամ, էլ ով է ինձ նման այսքան շատ սուրճ սիրում։ Ինձ հարց են ուղղել այստեղի տների, գների եւ ամենի մասին, ես դա առանձին այդպես կպատասխանեմ, կնստենք, էլի հաճելի զրույց կունենանք եւ ամեն ինչը մանրամասն ձեզ կներկայացնեմ։ Մի հարց եք տվել, դա էլ եմ հիշում, այնպես որ դրանք ընթացքում ես կավելացնեմ, այսինքն ինչը որ ես պլանավորել եմ, որ անեմ, դա արդեն անում եմ։ Իսկ անսպասելի հարցերի պատասխանը պիտի պլանավորեմ, որպեսզի ստեղծեմ նման տեսանյութ։ Այնպես որ համբերություն եմ մաղթում, մինչ ձեր հարցերին կպատասխանեմ։ Եվ սուրճս արդեն խմեցի, վերջացեցի, հələ տեսեք, դեռ այս կտուրն էլ մնաց։ Վերջ եք տալիս քաղցրակերներ, քաղցրին վերջ եք տալիս, իմ շատ սիրելի հետևորդներ, դադարեցրեք այդքան շատ թխվածքներ ուտելը, այսքան շատ ինֆորմացիա եք լսում, առողջ սննդակարգով զբաղվեք եւ ոչ միայն նիհարելն է կարեւոր, այլ առողջ ապրելը, լինելը։ Դե ինչ առողջությունից խոսեցինք, հիմա մի շատ հետաքրքիր վարժություն եմ ասում, որ բոլորին է պետք, ինձ առավել եւս, որովհետեւ հիմնականում հեռախոսների մեջ արդեն մարդիկ կամ կամպյուտերների դեմը, չգիտես ինչու բարձրությունն էլ այնպես չի ստեղծված, որ այսպես հանգիստ նստես ու նայես, չէ՞։ Անպայման հեռախոսը այսպես բիզնես պիտի թեքենք, ծռենք եւ արդեն կորանանք։ Հիմա որպեսզի այդ process-ը դանդաղի, գոյություն ունեն վարժությունների տեսակներ, որը երբեմն մենք անտեսում ենք։ Չնայած ես անում եմ, ես ամեն անգամ մի վարժություն անում եմ, չկա օր, որ ես որևէ վարժություն չանեմ։ Ամեն օր ես տարբեր վարժություններ եմ անում, երբեմն լինում է, որ նույն առավոտյան վարժությունը ամեն օր եմ անում։ Պարտադիր չէ, այսպես կպած անեք, բայց օրվա մեջ մի քանի րոպե դուք հատկացրեք վարժություններ անելուն, որը շատ լավ է մարդու օրգանիզմի համար։ Դե հիմա պիտի մենք կարողանանք, ենթադրենք, շիշե ամրացնեմ
Ուրեմն տեսեք ինչ եմ անում։ Մի ձեռքով տալիս եմ, մյուս ձեռքով վերցնում եմ։ Ահա, այս վարժությունն ենք անում։ Օրական 20 անգամ, բայց քանի որ նոր ենք սկսում, ես էլ եմ երեկվանից եմ սկսել, 3-10 հատ եմ արել, այսօր 20, իրա ձևը 20 հատ է, ահա, տեսում եք ինչքան լավ բացում է մեջքը, և արդեն որ կարողանաք ամեն ինչ անել, դրանից հետո նույն շիշը այսպես ձեռքի վրա, ձեռքերը ու փորձում ենք բարձրացնել, այսպես, այսպես, փորձում ենք բարձրացնել և սա էլի լավ է և կարևոր է նաև ուսերը անընդհատ մարզենք, սա էլ ամենահեշտն եմ ասում, փորձեք անել և կտեսնեք, որ նախ թուլանում է այս պարանոցի իրոք հատվածը, հանգստանում է, լարվածությունը մկանների թուլանում է, շատ կարևոր է սա բոլորին, տարիքային սահմանափակում չկա սրա համար, երիտասարդներն էլ կարող են անել և տարբեր տարիքի մարդիկ էլ չնշեմ, թե որ տարիքին է կարևոր և համոզված եմ, որ շատերը նայում են այս պայն ասում են, վայ, հավես չունեմ, բայց չէ, ես ձեզ մոտիվացիա եմ տալիս, անպայման և չեք մոռանում, ես ասել եմ, չէ, ձեզ այս վարժության մասին, տեսեք, ուրեմն փակում ենք սրանով, սա էլ, այս երկու մատն էլ, այսպես ենք անում, սա պահում ենք և այս մեր ճուկութով շարժումներ ենք անում, եթե ձեզ մոտ լավ ստացվում է այս շարժումները, տեսեք նրանք չեն փոխվում, ուրեմն ձեր միտքը դեռ կայտար է, որպեսզի ձեր միտքը կայտարել մնա, դուք հաճախ այս վարժությունները արեք, սրանք շատ կարևոր են, ինչ խոհանոց գնալը, մի հատ էլ սրտաճմլիկ բանաստեղծություն ասեմ, որ գիտեմ, որ շատերը չեն սիրում, բայց ոչինչ, կարևորը իմ այն հետևորդները խումբն է, ովքեր ինձ սիրում են ես դրա համար ու գնահատում են հենց այդ պահ իմ տեսանյութում, սրանք մի հատ հավաքեմ և գեղեցիկ արտասանեմ առանց սուրճի սեղանի։ Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ, քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն, ինչպես չլինի, դեռ մի քիչ մարդ եմ։ Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, ու ինձ թվում է մեծ ու անպարտ եմ։ Եվ ինչ որ չափով ու ինչ որ միտեղ դեռ թիապարտ եմ։ Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում, մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ։ Մերթ քար ու քարապ, մերթ վայրի խոպան, մերթ կանաճանտար ու ցանած արտ եմ։ Հավիտենության լծորդն եմ անդուլ, բայց և կարճատև մի ակնթարթ եմ։ Փոթորիկներ են եռում հատակից, թեև երեսից այսպես հանդարտ եմ։ Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, բայց ինքս ավաղ դեռ անավարտ եմ։ Ինչ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք էլի, ինչ արած մարդ եմ։ Դե սիրելիներս, կարծում եմ ձեզ դուր եկան այս հրաշալի բանաստեղծության տողերը և համոզված եմ, որ գիտեք, թե ով է հեղինակը, կգրեք մեկնաբանություններում, չեմ ասի այս անգամ, բայց հուշում է ամեն ինչ։ Կարճ ասած, ավարտեցինք այս բաժինը, գնացինք ուղիղ խոհանոց։ Արդեն սեղանին եմ դրել բոլոր բաղադրիչները, որով պիտի պատրաստեմ ամառային տոլման, բայց ուզում եմ ձեզ մի բան ասել։ Ուրեմն, եթե կտրած կաղամբը ուզում եք, որպեսզի մնա հյութեղ, կտրված մասի վրա աղ եք ցանում և սննդային թաղանթով այսպես փակում, դնում ենք սառնարան, սա էլ կանաչին է։ Տոլմա պատրաստելը մի մեծ պատմություն է, չէ, բավականին
աշխատատար գործ է, բայց ինձ թվում է ես արագ կհասցնեմ անել եւ հետո արդեն աշխատանքի գնալ։ Որոշեցի բլենդերով անցկացնել սոխը եւ կանաչին, այսպես ավելի համեղ կլինի կարծում եմ, եւ առանձինել լոլիկները, որ ազատում եմ, չէ, փողում եմ, այդ միջուկն էլ արդեն բլենդերով անցկացնեմ, նոր լցնեմ տոլմայի վրա, առանց այսօր տոմատի մածուկի եմ պատրաստելու, լրիվ ամառային տոլմա եմ պատրաստում, շատ թարմ կաղամբով, որն ի դեպ արդեն խաշել եմ, շատ երկար չեմ խաշել բնականաբար, հիմա ցույց տամ եւ արագ անցնեմ գործի կանաչիս պատրաստ է, ինչ անուշ է կանաչու հոտը, ահա տեսեք կաղամները ինչքան լավն են, փափուկ լավ կաղամներ են, կաղամը պատրաստ է, սմբուկները այս մասը արած է, այստեղ մնում է լոլիկը փորեմ, պղպեղները փորած է, սոխը ուրեմն անց եմ կացնում բլենդերով, մի փոքր ջուր ավելացնեմ, միսը համեմել եմ, մնում է բրինձը ավելացնեմ, բրինձն է լվացել եմ, և արդեն ձեռքով եմ տրորելու, շատ լավ տրորեմ, արդեն կաղամբը հովացած կլինի, սոխն էլ կավելացնեմ և արագ կփաթաթեմ։ Այս է բլենդերը միացնեմ։ Ահա, այս էլ ես։ Ինչ եղավ, անմիջապես շատ լավ հարեց, տեղը հարացրեց, ոյ սոխի անուշոտը ջուր մի փոքր ավելացնեմ, քանի որ ջուր դեռ չի ավելացրել, չեմ ավելացրել մսին, կարմիր, սև պղպեղներ, օրեգանո, ցիտրոն, ռեհան, չոր վիճակով, մի փոքր կուրկումա, հատուկ մսի համար այդպես իտալական համեմունքներ ունեմ, դրանից եմ ավելացրել եմ համեմի աղացած սերմ, էլ ինչ եմ ավելացրել, երևի այդքանը, հիմա ես արդեն լավ հունցեմ, ահա ժողով ջան, ես էլ ես տեղին հունցում եմ, արդեն երեք խառնվեցին, այ անուշ հուրում է, սոխը լրիվ ուրիշ համ է հաղորդում, բայց աչքերս շատ կծու սոխ էր, արդեն ջրոկվեցին, ահա, դե ես այդ ամենը լրիվ ավելացնեմ, մաքրեմ, փորեմ և փաթաթելու ժամանակ միանամ ձեզ։ Տեսեք ինչ փափուկ լավ ֆարշ ստացա, այսպես պետք է լինի, քանի որ բրինձը ինքը ջուր է ներծծում և շատ չոր որպեսզի չլինի հետո, ահա, այսպես լավ տեղին ֆարշ ստացա, արդեն թարմ կանաչին էլ ավելացրեցի և լոլիկների հյութը։ Ոնց որ խմորը լինի, տեսնում եք։ Կարագ եմ դրետակը, կարագով եմ եփելու և ափսե դնեմ, որ քափը քաշի։ Ձեզ խաբեցի փաստորեն, ձեզ հետ չփաթաթեցի տոլման, զարմուհիս զանգեց և մենք իրար հետ զրուցելով այդ գործն արեցինք, ժողով ջան, ներող,
բայց որ է արդեն տոլման պատրաստ կլինի, մնում է մի փոքր կանաչի ուղղակի ավելացնեմ, տեսքը գեղեցկացնեմ եւ արդեն երևի թե կուտեմ եւ տանից արդեն դուրս կգամ։ Անուշ է բուրում խոհանոցում, բացատրել հնարավոր չէ այդ բուրմունքը, դե ինձ սիրելիներս, այսօր էլ այս բաղադրատոմսն եմ ձեզ ներկայացնում եւ մոտիվացիա եմ տալիս, շատ համեղ, բնական, անուշ տոլմա, ամառային տոլմա, առանց ավելորդ հավելումների, բնական, բարյախորժակ մեզ եւ ձեզ, եթե դուք ճաշում եք այս պահին, դե ինչ այսօր այսքանը, ավարտում եմ տեսանյութս, բոլորիդ մաղթում եմ առողջություն եւ երջանկություն, կհանդիպենք։ Մնում է ավելացնել կանաչին եւ մի քանի րոպեից հետո անջատել գազօջախի կրակը։ Տեսեք ինչքան գունեղ տոլմա եմ ստացել։ Անուշ բուրմունքը չի փոխանցվի էկրանից այդ կողմ, բայց ասում եմ, որ շատ հյութեղ ու համեղ տոլմա է ստացվել։